Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում նոյատապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-597-5321 և հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր նոյատապանի տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ նոյատապանի ուղի եթերները կարող եք հետևել նոյատապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ նոյատապանի հրավեր ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, երևի թե սկսենք Աբու Դաբիից, արդեն Նիկոլ Փաշինյանը վարչապետը տեսանյութեր հրապարակել, որ այնտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Մի խոսքով, այս մրցանակաբաշխության հետ կապված ձեր տեսակետը ինչպիսին է։ Այսպես է բնութագրվում, որոշ փորձագետներ նշում են, որ այսպես ասած զոհը եւ ագրեսորը միևնույն հարթության վրա են ներկայացվում միջազգային հարթակներում եւ դա մեզ ինչ է տալու։ Գիտեք ինչ կա, ես երբ որ նման այս գործընթացի վերաբերյալ հարց է լինում եւ ինքս եմ ուզում հասկանամ բնական է, ես հիշում եմ համեմատության համար, որպեսզի ճշգրիտ լինի իմ եզրակացությունը, հետպատերազմյան Գերմանիայի եւ Սովետական միության փոխհարաբերությունը։ Այնտեղ եղել էր բոլորովին ուրիշ բան չէ, Գերմանիան մասնատվել էր, ջախջախվել էր, իրենց մեղքով թե պարզ է, բայց եղել էր որպես արդյունք եւ այլն։ Հիմա մարդիկ ինչ մտածեցին, ես բոլոր աշխարհով մեկ եմ ասում եւ ես փորձելու եմ պարտադրել եմ, որ քաղաքականությունը բարձրանա հայ իրականության մեջ լայն աշխարհայացքային հիմքերի վրա, որովհետև խորքային նայել որակով, որպես նաև պրոգնոզներ կարողանանք անել եւ այն առարկայական այդ հարցերից զերծ մնանք, դե գիտենք հիմա։ Ուրեմն Ադենաուրը որթե գրեց մի քաղաքականություն, որը շատերին դուր չէր գալիս, շատ։ Գերմանիայում ուներ հսկայական ընդդիմադիրներ, որտեղ նա ԽՍՀՄ առաջարկում էր Ստալինը կոնկրետ, որ GDR-ը նախկին ԳԴՀ-ն Արևելյան Գերմանիան էլ միացվի 3 զոնաներին, ֆեդերատիվ Գերմանիային, նա կատեգորիկ դեմ էր։ Գիտեր ինչի համար է Ռուսաստանը ուզում, որպես նայել կառավարի եւ նման բաներ, եւ իրենք ջախջախված մասն էին, էլի, դա բանը շեյներ ոտնը։ Եվ ինչ եղավ, առանց ներվեր ուտելու, առանց կարողացավ պարտադրել քաղաքականություն, որի արդյունքը ԿԴՄ էր, դա այդ ասեմ, որտեղ ինձ համար շատ ընկալելի է քրիստոնյա դեմոկրատական կուսակցություններ, ուրիշը չէր։ Նույնն է ինչ որ ես պարամետրերով մեր ժողովրդին եմ առաջարկում եւ ինչ որտեղ պարտադրելու եմ, էլի, որովհետեւ հետո կտեսնեմ որ դա ճիշտ է։ Դեմ էր, ինչ էր եղել էր շատ բաներ, գիտեք, էլ արևմտյան հատվածից էր Գերմանիայի տարածտրվել, արևելյանը, այնտեղ Լեհաստան է առաջացել, էլ Կալինինգրադ մարզը, որը բանն էր, Պրուսիան էր, Գերմանիայի, այսինքն միլիտարիզմի սիրտը, Քյոնիգսբերգը, Կալինինգրադը, որտեղ Կանդի փիլիսոփայությունն էր եւ այլն, եւ ես Իզվեստիայի թերթի տվյալներով եմ ասում, չնայած Facebook-ում լիքն է, բայց նրանով։ Եվ երևի արևելյան Պրուսիայում էր չէր մնացել գերմանուհի, որը վերջը ինչ որ սովետական բանակի հատուկ հրամանով եւ նման բան, հիմա գրաժարվում եմ, բայց ինչ արեցին, իրենք կանգնած էին մի իրողության առաջ, որ պիտի Գերմանիան վերականգնա վեր։ Համաշխարհային քաղաքականությունը փոխվել էր, գերմանացիները շատ արագ Ադենաուրը դաշնակիցներ գտավ, նույնիսկ Ֆրանսիան Դգոլի հետ դա շատ հայտնի բան է, Դգոլի հետ հանդիպումը, որտեղ իրենք էին արձակվել նրանք։ Եվ այսպես շարունակ, եւ ամերիկացիները մեր զուգարները շատ կան։ Մարշալի բլանով դոլարի հոսն էին կազմակերպել եւ աջակցություն էին առաջարկում եւ այլն։ Հիմա Ամերիկան մեզ թողենք Աբու Դաբին առաջարկել է թրիփի ուղի եւ բարձր որ տեխնոլոգիաների հոսք ըստ էության դոլարի հոսք է լինելու, այսինքն այնքանով որքանով
Հիմա ինչ ասենք, այս պայմաններում, եթե գերմանացիներն էլ գիշերցերը քննարկեին, անընդհատ փորձագետները, փորձանքագետները, քաղաքագետներ, որոնք կրթության հետ եւ մեր ժողովրդի պատմության հետ առնչություն չունեն, եւ պարտադիր չի որ զգացմունքի վրա լինենք։ Իհարկե զգացմունքը խեղդելը շատ դժվար է, բայց եւ այլ եւ կտան ճանապարհը 91 թվին էր, չէ՞, Բերլինի պատը փլվեց եւ գերմանիաները վերամիավորվեցին ենել ինչ Ռուսաստանն էլ չկա, մինչև հիմա ճգնաժամ է, Ռուսաստանը այս ճգնաժամից չի կարող դուրս գալ։ Այդ որ չի գալիս Ուկրաինային լավ չեն օգնում, ոչ թե իրենն են։ Հիմա այս բաները կան, դրա համար ինչ եմ ուզում ասել, մենք պիտի գտնենք լուծման ճանապարհներ, ոչ թե անընդհատ քրքրենք այդ բաները, վերլուծել, գտնել տենդենսները եւ համազգային համախմբով հասկանալով վիշտը նաեւ բահելով, մեջը որտեղ վիշտ կա, Գերմանիան վիշտ չուներ, ուներ, հիմա մի բան եմ ուզում կրկնեմ, ես ժամանակին վստահ եմ դուք շատ կհիշեք, 16 թվականի հոկտեմբերին, երբ որ մեր ուղղաթիռը խոցվեց, հարցազրույց եմ տվել, հոկտեմբերին է եղել, թեքեյա մշակութային կենտրոնում, մենակ ես չեմ եղել է երջանկահիշատակ Շիրխանյանը, Վաղարշակ Հարությունյանը, եթե հիմա կհիշի եւ կհաստատի, եւ մեզ շատ սիրելի կոմանդոսը, ես եմ եղել քաղաքագետ, երբ ես հայտարարել եմ, որ Արցախյան հարցի խաղ զարգացման շրջանը այլևս ավարտվեց, կյանքը փոխվեց, հիմքերը փոխվեցին, հիմա պիտի ուրիշ բան ասվի, որ նույնիսկ հետո որ զրույց եղավ, բանն ասեց մեր Շիրխանյանը սուրճ էին խմում, մարդ եղել էլի դրա համար գաղտնիք չի որ ասում, ասեց գեներալները սավակվել են խաղաղությունից են խոսում, քաղաքագետը մեզ ասում է պատերազմի պատրաստվեք, որովհետև ընտրությունը մերը չէր, հիմա էլ ընտրությունը մերը չի շատ բաներում։ Հետո երկրորդ մասն ասեմ, ես հայտնի եմ, որ տարիներ շարունակ հետազոտական աշխատանք անելով եւ այլն եկա եզրակացության, որ Քուրարաքսյան Հայաստանը պիտի գերագույն ջանքերով, ջիգերով ստեղծվի, այլապես լավ չի լինելու, չէր կարացնեն։ Կամ ասում է Եվլախի հարցը պիտի որպես կոմունիկացիոն կենտրոն եւ այլն խփվի եւ այլն։ Այն ժամանակ ասում էին, հիմա չենք արել, ստացել ենք այն ինչ որ կա։ Հիմա այս պայմաններում պիտի կարողանանք այս համաշխարհային այն շատ խառը ժամանակներում, երբ դուք տեսնում եք Թրամփը մի բան է ասում, հաջորդ օրը մի այլ բան է անում, Պուտինը խոստանում է, ոչ իր ժողովրդի համար է անում, ոչ դիմացինի համար է անում եւ նաեւ Պուտինը կազմակերպեց Հայաստանի պոտենցիալի ջախջախում, ոչ միայն Արցախի։ Մեր պոտենցիալը ուզեցին լրիվ ոչնչացնել, որպեսզի բան չեն, բայց մենք այդ վիճակները հաղթարել ենք, հիմա դժվարին գործընթաց է գնում։ Դիմացինը ով է, ով չի, հիմա ես մի դրվագ ասեմ, եւ գերիներ ունեին։ Գերմանացիները միլիոններով գերի ունեին սովետական միությունում։ 55 թվին է գերիների վերջին խմբականակը, այդպես եթե վիրավորական չի վերադարձվել, եւ այսպես բանում հանդիպում են Մոսկվայում հանդիպում են Ադենաուերը եւ Մոլոտովը, որը այդ Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիր, ասկի Հիտլեր-Ստալին պայմանագիրը ինքն էր ստորագրել եւ այնտեղ Մոլոտովը իրեն թույլ է տալիս ֆաշիստը ասում թե ինչ բանեն ավելի շուտ նեղում է Ադենաուերին նայում ասում է գիտեք ինչ կա ես նախ Հիտլերի ժամանակ նայում նեղվել էր բան եւ այլն էլի ինչ է ասում կարծեմ նստել է մի որոշ ժամանակ ասում է լսի եղբայր թե պարոն ասում է այդ քո ձեռը Հիտլերի ձեռն է սեղմել ես Հիտլերի ձեռանը ձեռից նստել եմ հիմա ով է ֆաշիստ ես է ուզում ասի դու թե ես Գերմանիա եւ կարողանում է այդտեղ խոսել եւ գերիների իսկ տեսեք 45-ը վերջացել է 55 թիվը գերիների վերջին եւ տնտեսական հետո ինչ եղավ սովետը հիշեցնեմ
24-10 մեքենա կար, հիշում եք, Պապետա մեքենա կար, Մոսկվիչը։ Այդ բոլորը գերմանական մոդելներ են, հո ռուսական մեքենաներ չեն սովետական, չէ։ Տնտեսական լայն համագործակցում, ինչեւ որ ամեն իր ճանապարհով գնաց, եւ Գերմանիան վերջին հաշվով հաղթեց, այդպես է թե չէ։ Հեռանկարի մեջ։ Հիմա մեզ հեռանկարի քաղաքականություն է պետք, որովհետեւ պարտվել ենք։ Հիմա ընդունում են թե չէ։ Քուրարաքսի համար ջանքեր թափեք, հաստատ այսպես չէ լինի 100%։ Եվ լախը խփեիք այսպես չէ լինի։ Ես ողջունելը տոնական խոսք է, չէ, ողջունելու հարց ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններ այսօր նաև նրանք ովքեր որ բաներ չեն որոնում, էլի, ինտրիգաներ չեն որոնում, այլ ուզում են, որ մեր պետությունը մնա եւ այլն, նրանք նաև ճիշտ ճանապարհով են գնում։ Բայց դա փշոտ ճանապարհ է, որտեղ մենք այն պոտենցիալը չունենք եւ ով չի հիշում, հիմա ասենք, ինչի վարչապետը չգիտի արևելքում ադրբեջանցիներ են, հա, արևմուտքում թուրքեր են, դե այսինքն հայ համար էսի մի քիչ հյուսիսում ովքեր են, հարավում ովքեր են եւ այլն։ Բայց հիմա քաղաքականությունը Ռուբեն Տերմինասյանն ասում էր, որ զգացմունքի վրա է հասկանում, Դաշնակցության երևելիներից է, նա քաղաքականության հետ գործ չունի, ասում է, սա խաղուբարի տեղ չի, այլ ներվերը, այսպես ասած, ինչ որ ես փորձում եմ անեմ, որտեղ մեր պետականությունը դուրս է եկել, եթե մենք հաջողեցնենք այդ Դուբայով, Ժնևով, Դավոսով թրիփի ու այդ ուղին որպես տեխնոլոգիաներ ինչ որ խոստացված է, որը գնում է որպես ուրեմն բաներ այդ կիսահաղորդիչներ սեփական հումքի վրա արտադրություն կազմակերպել եւ այլն, կարծում եմ որ մենք այս վիճակից դուրս կգանք։ Հիմա Մուսոլինիս մի բան ասեմ, էլ հետաքրքիր է, որտեղ սրանք քաղաքականության գիտակներ են, ինչ էր այլ ասում էր, գիտեք, ասում էր, նույնն է բանը, ասում է պայմանագրերը հավերժական բաներ չեն, պայմանագրերը ուժի բաղադրիչի անցած ժամին էլ ասեց, հզորությունների բաղադրիչի վրա է, վերանում է մի հզորություն, վերանում է քաղաքականություն, չի աշխատում միջազգային իրավունքը, միջազգային դրա վրա հիմա նույնը Ռուսաստանն է։ Ռուսաստանում գնացին այդ ամբիցիաների հետևից, որ ասեմ ենք ռուսկի միր ենք ստեղծելու, որի մասին Պուտինը հայտարարեց 7 թվականի փետրվարի 12-ին Մյունխենի համաշխարհային ուրեմն այդ գլոբալ քաղաքականության անվտանգության խորհրդաժողովում հաստատել ռուսկի միր, այսինքն թողեք ես ինչ ուզում եմ անեմ, ինքը նույնիսկ քարտեզի վրա դառնում եւ այլն ցույց տալիս։ Կարճ ասում էր Ռուսաստանը սահմաններ չունի։ Հիմա ոնց չունի, անգել է փոսը չի կարողանում դուրս գալ։ Այդ որ ինչ է լինում, այդ հաղորդագրություններում նայեցեք ինչ է։ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառույցներն են ավերվում, ո բանակը չի շարժվում։ Այդ մեռան բանի շուրջը ինչ էր Գուբրյանսկի շուրջ պատadvelով, հասկանում եք ոնց է։ Եթե ինքն էլ լիներ Պուտինը ավելի իրատես, չհավատար դուգիններին եւ դրանցով քաղաքականություն չվարեր, Արցախը մնացել էր հաստատ այն ժամանակ չէր ասի, որ դա Ադրբեջանի տարածք է եւ նման բաներ էլի, բայց մեր ուժի բանը չէր եւ ինքը գնաց ինչ արեց, որոշեցին կայսրությունը վերագաղնել, ընկան անդունդը։ Հիմա ոնց են դուրս գալու, դժվար է ասել։ Հիմա ինչ է անում Թրամփը։ Թրամփը այն մեկ տարածում են ինչ որ գործակալ բան, անհետ բաներ են, հարցը ինչի մեջ է, ամերիկացիները Անագոնդայի ստրատեգիա են իրականացնում Ռուսաստանի հետ եւ նրա հարաբերությամբ, աննակամ են անում, դանդաղ, նրանք եւ այսպես ինչ եմ ուզում ասել, այստեղից է Դուբայ, հանդիպումներ եւ այլն, այս է իրականությունը դա է եւ կա նաեւ հետընթացը, այս իշխանությունը այսօրվա, չէ, ընտրություններում ստացել է ձայն եւ վերջացավ, այս բազարը մինչեւ երբ պիտի վերջանա, ուրեմն հաջորդին այսը կարող են նորմալ ընտրություններում
Եթե գալու են թող գան, ովքեր որ համաձայն չեն նոր քաղաքականություն առաջարկեն։ Հասկանում եք ոնց է, հազան եւ նման բաներ։ Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, չնայած հիմա շատ մոդա է, հիմա ճիշտ կնդրություններ պիտի հայես, այս անես, այն անես, որ տոկոսները թռնի եւ որոշ տգետներներ Facebook-ի թվերի վրա սկսեն բաներ անել էլի, որ այդ ժողովրդի բաներ, դա իր ձևով թվեր է կեղծում էլի, այսինքն փողը տալիս են, Facebook-ը նայում են, իմիջավայրում էլ կա, մի նայեք, խելագարվում են այդ թվերից մերից, բայց քաղաքականությունը ձեր ասած խորքի մեջ է, այս հա պիտի հասկանալ եւ մենք պիտի գնանք առանց բանի ոնց ասեմ, ապագա դեպի ապագա պիտի նայենք, մենք պիտի հասկանանք այդ բոլորը, հիմա երկրորդ էդ էլ թույլ տվեք ասեմ, չէինք ուզում այս վիճակը, չէինք ուզում, քուրարակցը պիտի ստեղծվեր, ոչ թե ինձ պիտի քննադատեին, հիմա շատ չոր եմ ասում, երկրորդը, չէիք ուզում այս վիճակը լիներ 1930 թվի հոկտեմբերի 30-ին Կարսի ամրոցը պիտի կռվեիք, պահեիք այնպես, ինչպես հայերը կռվում են Բրեստի ամրոցը պաշտպանելու համար։ Պարզ է, Կարսը կամավոր հանձնել են, եկել են ինչ-որ բաներ են խոսում։ Նայեցեք փողոցներ, ովքեր են Կարս հանձնողները, 20 թվի մասին արդյունք ես բոլորը, Աղասի Խանջյան, Ալեքսանդր Միրավյան, չգիտեմ, եւ այսպես բոլշևիկներ բաներ, փողոցներն անգամ մակրատ չի, Ռուսաստանը այս բաների մեջ, ուրեմն ինչ եմ ուզում ասել, չէինք ուզում, այդպես պիտի լիներ, մայիսի 20 թվի մայիսին չպիտի ապստամբվեր պետության դեմ, որ Ղարաբաղի հարցը դառնար, ուրեմն հայ բոլշևիկներն են Ղարաբաղի հարցը դարձրել խնդրահարույց Մոսկվայի ցանկությամբ, որն էլ արդյունք է այսպես, չէիք ուզում այսպես պետք է լիներ, եթե չէ նորից մնացել է մի կտոր հողու հայրենիք, փառք Աստծո, Աստված էլ այսպես ասած օգնության հասավ, որն է բանը հիշեք, Թրամփի ժամանակ, վայ, ասում էին այս Թրամփի նախագիծը եկել է, ես դա անվանել եմ Մարշալի ծրագիր երկրորդ եւ մեր 42 կիլոմետրը մեղրից այս հատվածը որ կա, դա էլ անվանում եմ հայկական Ջիբրալթար եւ դա այդ արժեքն ունի, որի վրա Լավրովը ինքը ես ասեմ, մի օր ենթադրում եմ իհարկե, մի օր Ռուսաստանում ինչպես եղել է հեղաշրջում կլինի եւ այս Պուտինի խումբը կգնա, իրենք ինչու չեն գնում, որտեղ եթե գնան վերջացած է, կենթանի կտատեն Արարատի համար, Ռուսաստանի համար, եւ հիմա այս հարցերը բանը իրենց տեղը, մենք մեր տեղը, մենք միջազգային հարաբերությունների դժվարին աշխատանքով, շատ վտանգավոր վիճակներով հասել ենք միտեղ, որտեղ ժողովուրդը սկսել է աշխատել ապրել, նայեցեք, տնտեսության մեջ փոփոխություններ կան, տեխնոլոգիաների ոլորտում կան, հիմա մտածենք ինչ ավելացնենք, ես կարծում եմ, որ կառավարությունը իր գործը անում է հիմնականում, սովորել են նվալան, եւ քրիստոնյա ժողովրդական կուսակցության քաղաքական կուրսը ճիշտ է, հետևեք մեզ, առանց բան եմ ասում, եւ այսպես մնացածը անընդհատ մազոխիզմ է, հասկանում եք։ Դուք կապարճատեք գովազդային դադարի Պապշիրինյան, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք, խնդրեմ հարգելի հայրենակիցներ, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, մենք պետք է խոսենք արդեն տնտեսության հետ կապված զարգացումներ եւ այլն, բայց հիմա ամփոփենք Աբու Դաբիի այս ամեն դեպքում մրցանակաբաշխությունը մեզ ինչ է տալու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այդ տեսանյութը, որ հրապարակել էր, Ալիևը դիմավորեց, այսպես ասած, ես տեսել եմ, այսինքն ինքը արդեն այդ տաղավարումն էր, երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ու ձեռնվեց, մի խոսքով տպավորությունը այնպեսին է, որ Փաշինյանը հանգիստ չէ գնում այդ ամենին, բայց դուք այն կարծիքին եք, որ նման միջոցառումներին Ալիևին պարտադրում են։ 100%, որտեղ Ալիևը ես առաջի օրերի իր հոխորտանքը անտանելի, որ տեսնում եմ, մանավանդ մենք հաղթել ենք չառաջի պատերազմը, այդպես չի, որ իրենք չգիտեմ ինչ, կարողացավ եւ այլն, եւ հավանաբար որոշել են Հայաստան շարքից դուրս բերեին։ Եվ դա հնարավոր էր, որտեղ հիշեք ռուս-ադրբեջանական համագործակցությունը Սյունիքում, Մեղրի հատվածում եւ այլուր։ Բայց քաղաքականության ելքը գտնվեց, լավ էր թե վատ էր, բայց ելքը գտնվեց, դա ելք էր։ Եվ ինչ եղավ, այս մարդը հիմա չգիտի ինչ անի, իր լսանին ասել Հայաստան չի լինելու, Արմենիան Ադրբեջան է ուզում, նման բաներ էլի անհետեցություններ որ լինում է։ Եվ Հայաստանի կողքին հայտնվել են 3 խոշոր տերություններ, ինչքան կրկնեմ, Հնդկաստանը իր չափով, ուրեմն Ֆրանսիան անկասկած եւ հայկական համայնքով, չնայած համայնքը երևի բառակտված է, բայց բոլոր դեպքերում։ Եվ Թրամփը իր քաղաքականության, որի կառավարության կազմում կառավարություն է, չէ՞, այնտեղ Մարկ Ռուբիոն է եւ մնացածն է շատ կան, որոնք հայկական հարցը շատ լավ գիտեն եւ Ամերիկայում հայերի հանդեպ ինչ-որ ավանդույթներ բաներ կան։ Իհարկե դա վճռորոշ չի, բայց շատ կարեւոր է լոբիստական կառույց եւ այլն։ Պատկերացրեք, եթե այս ուժերը հիմա մենք կազմակերպված աշխատում ենք առանց բաների, այս հակասություններ ինչ որ դրել են եւ Մոսկվա մերության առանց դրա։ Հիմա բարձր որ Ալիևը չուզենալով է գնում այնտեղ, ինքը ստացել է այն, ինչ է ստացել, հեռանկարի մեջ ասեմ ձեզ, ինքը ստացել է ուժեղացող Հայաստան,
այն քանից հետո ինչ որ հաշվել էր, որ չի դնելու։ Հիմա Հայաստանն էլ եղած վիճակում պետականություն եւ ամրապնդման շանսեր, որի ակնհայտ բաները կան։ Եվ նաեւ հետո միջազգային միջավայր է, հո չեն գնալու լացի եւ այլն, էլ կա։ Հիմա առաջին հանրապետության շրջանից մեր վարչապետները հանդիպումներ կա շատ էին ժպտալու բան ունեին, ժպտում են բան, էտիկետ կա եւ այլն, բայց նաեւ այո, կա որ մենք կարողացել ենք պետությունը դարձնենք։ Հիմա եթե մենք կդարձնենք այս պետականություն իմ ասած հասկացածի պես, ուրեմն մնացածը ինչու Մուսոլինին հիշեցի, որտեղ դա իր խոսքն է, հատուկ բանով է ասել, կոնդե սահմանները հավես չեն։ Սահմանները հավես չեն կարող լինել։ Դա լինում է պետության եւ ժողովրդի հզորության հետ։ Հիմա մեզ ինչ է պետք։ Տնտեսության վերականգնում է պետք բարձր տեխնոլոգիաներով։ Հիմա 4-րդ ուրեմն արդյունաբերական հեղաշրջում են ասում։ Ուրեմն մեզ պետք է դեմոգրաֆիական հարցի լուծում։ Առաջարկական հարցը, որը մեր համար չէ։ Մեր ձևով առաջարկ է, չէ՞, դեմոգրաֆիական հարցի քննարկումը ինչպես կարելի է։ Միջավայրում է ձև լուծի էլի։ Դա հայուհիների համար ընդունելի չի։ Եվ այդ մեր միջավայրի խոսակցություն չի, դա ռուսական բաներից, խուտորներից վերած մտածողություն է, մենք գիտենք այդ։ Եվ այսպես կրթության լավ եւ այլն շատ արագ վերականգնում եւ այլն մշակույթի վերականգնում։ Այսինքն այս բոլորը պիտի արվի, եթե մենք այդ բոլորն անում ենք, մնացածը իրողություն է, այնպես ինչպես ասեցի 45 թվականին Ադենաուերի ժամանակ Գերմանիան այն էր, ինչ որ այն իրողության առաջ էր եւ ուժերի չափ այդպիսին էր, բայց հիմա տեսեք ուժերն ինչպիսին են, ինչպես կտան լուծումներ, ինչը որ ասեմ ձեզ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն առաջարկում է։ Ուզում եմ ասել սրանք են, թե չէ, ինչ ասեմ, այնտեղ էլ այդ ֆորումներն ինչ են, ծանոթություններ են, հարաբերություններ են, պայմանագրեր են, հետո որ ստեղծվում են Ես չգիտեմ Արարատ Միրզոյանը հետը գնացել է թե չէ, վստահաբար արտգործնախարարությունից մեկը կլինի, որ հետո այդ պայմանագրեր եւ այլն եւ այլն։ Արմեն Գրիգորյաններ, անվտանգության բաղադրիչ, այսինքն նորմալ է, վատ է, Հայաստանը տեսեք ինչ կա։ Մենք այն 30 տարին որ անցել ենք, տեսել եք դիվանագիտական նման ակտիվություն ենել համաշխարհային ֆորումներ եւ այլն։ Հիշեք Վոլգոգրադի թե չէ Գույբիշևի ուրեմն նահանգապետներ եկել, չգիտեմ, այստեղ ինչ էին անում։ Վայ, այդ պայման, այն Կիսելյովը եկել էր, հիշում եք, մեքենան քշեց ազգային ժողով մտավ։ Աղմուկ ընկավ։ Ես այն ժամանակ հարցազրույց եմ տվել, մտավ, ոտով չգնաց ազգային ժողով։ Հիմա այս վիճակները, ուրեմն դրա համար ես ասեմ, որ մեր ժողովրդին մեզ պետք է առաջ նայել, վերլուծելով ամեն ինչը, նաև անցյալի հետ բացառելով անցյալի հնարավորություններն ու անցյալի վերադարձը անցյալի դինոզավրերով, ուրիշ կերպ չի լինելու։ Ուրեմն այս հարցերը եւ կոռուպցիա եւ այլն, սրանք պետք է քննվի։ Երկիրը կոռուպցիա ունի, չունի, լավ է պլանավորվում, ծրագրավորվում, թե չէ, եւ դաշնակիցների հետ գիշեր-ցերեկ աշխատանք, գիշեր-ցերեկ։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին դաշնակիցների հետ կապված ես հարց ունեմ ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Շիրինյան, այո ողջունում եմ ձեզ հրավեր Գլենդելից, պարոն Շիրինյան, դուք Հայաստանը համատեսիք Գերմանիայի հետ, մի քանի կարևոր տարբերություններ կան, եւ հետո ես հարցը կտամ, Գերմանիան ագրեսոր էր, մենք ագրեսիայի զոհ ենք, Գերմանիան ստացավ իր պատմական հողերը, արվել են Գերմանիան, ձեր վարչապետը հրաժարվում է մեր պատմական հողերից, եւ ձեր վարչապետը Հայաստանը փաստորեն ներկայացնում է որպես ագրեսոր, բայց ամենակարևորը դուք նշեցիք Գերմանիան ձեռք բերեց դաշնակիցներ, դուք հիմա Ռուսաստանի դաշնակիցն եք, պաշտոնապես, եւ Ռուսաստանի տնտեսական կցորդը, դուք հապկի մեջ եք դեռ եւ ԵԱՏՄ-ի եք, բացատրեք խնդրեմ, եթե Ռուսաստանը այդքան թշնամություն արեց Հայաստանի հանդեպ, Ադրբեջանի հետ, եւ եթե արևմուտքն է մեզ փրկում փաստորեն այդ ամեն ինչից, ինչու է ձեր վարչապետը դեռ դուրս չի գալիս հապկից եւ ԵԱՏՄ-ից, այլ դեռ դաշնակցում է Ռուսաստանի հետ, շնորհակալություն։ Ես ուրեմն պատասխանեմ ես կներեք, էլ ագրեսիվ
մուննաթային ոճը չեմ ընդունում, ասեմ, բայց կասեմ, նախ ես մոդել համեմատեցի, ոչ թե ասի։ Հիմա արդյունքի մեջ մենք ագրեսոր չենք եղել, լավ կլներ լիներ։ Մի ժամանակ, երբ որ երթվում էին մարդիկ, որ մենք ագրեսոր չենք, ես ասում եի ագրեսորը վատ բան չի, եթե կարողանաս։ Հիմա ինձ են վերադարձնում իմ ասածը, բայց այդ ոճը հիմա պատասխանեմ։ Մոդելի մասին է եւ փորձի մասին է, որ կարելի է գնալ այդ ճանապարհով։ Կարող եմ Հարավային Կորեայի օրինակը բերեմ եւ այլն։ Ես այդքան կարող եմ անեմ, եւ ուրիշ օրինակներ բերեմ։ Դուք ինչու չանդրադարձաք Կարսի ինչու է հանձնվել 20 թվականի ամսի 30-ին, երբ որ հանրապետությունը բանակ էր ուներ, գեներալներ ուներ, դուք դրա մասին դասեք, ինչու է մեր մոտ այդպես ստացվում, որ հայերի մի մաս անպայման բան։ Ռուսաստանի հետ դաշնակցության հարցը այսպիսին է։ Ուրեմն, եթե խորանակ հավասարակշռության կամ բալանսի քաղաքականության ներբերանգների մեջ, այսինքն այդ դեպքում պարտավոր եք ուսումնասիրել Ռիշելյե, Քիսինջեր եւ այլն, ստիպված ես ասում եմ։ Ուրեմն դուք կտեսնեք, որ մենք քաղաքականությունը վարում ենք, կառավարության մասին է խոսքը, ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն եմ, ուրեմն դուք այդ առանձնացրեք անընդհատ բան են անում։ Ես այստեղ մեր տեսակետն եմ ասում։ Եթե դուք դրա նրբությունների մեջ եք խորանում, դուք տեսնում եք, որ աստիճանաբար ուրեմն Ռուսաստանը դուրս է գալիս, մենք չենք ուզում իրեն ժարգոն ասեմ, բրթելով անենք, որտեղ դա շատ վտանգավոր է, մեզ համար է վտանգավոր, հիմա թղթերով դաշնակից է ինչ է։ Բայց Ռուսաստանը մեզ հիշեցնում է, որ ինքը հիշեցնում է, լրջորեն կմտահոգվենք։ մենք տեսնում ենք ազգային շահերը լավ էլ պաշտպանում ենք, ուրեմն ես ասեմ ձեզ ի տարբերություն մեր ժողովրդի մի հատվածի, նաև Գլենդեյլի, չէ, կարծեմ Գլենդեյլից էր մեր հայրենագիցը, Մայքլ Ռուբիոն Հայաստանի Հանրապետության հանդեպ ավելի ըմբռնումով է մոտենում, իմանալով, որ մենք դաշնակից ենք, ենք ինչ-որ է, քան այդպես կա, այնպես որ քաղաքականությունը գիտելիքի անշուշտ պատմագիտություն է երկու, բայց քաղաքականությունը արվեստ է։ Վարչապետը հրաժարվում է մեր հողերից, եթե հավատում է Գերմանիային։ Ես այսպես ասեմ, երբ որ կունենա դիվիզիաներ, այդ հողերի ուրիշ վարչապետ կասի դրանք մերն են։ Հիմա դիվիզիաներ ստեղծելու ժամանակն է։ Բամը մի պատմական ժամանակ, կոնկրետ իրականություն, կոնկրետ հարց է դնում, հիմա երկիրը վերակառուցելու ժամանակն է, մնացածը ով եղել ագրեսոր, ով չի եղել ագրեսոր, ուրեմն եթե Գերմանիայի մասին է խոսքը, այսպես մի խոսքով հարցեր կան, դրա համար է իմ ասելիքս, որ մենք պետք է համախմբենք եւ կարողանանք պետություն ընտրություններին ուրեմն ձայն կտակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը վստահաբար ասում եմ եւ մենք ցես քաղաքական Լավրովն ասում է եթե ընտրությունների մոլդովական սցենարը պետք է կիրառի, Կայա Կալասին է հիշեցնում, որ Հայաստանի ժողովուրդը այդ դեպքում մտահոգվելու շատ մեծ տեսեք ինչ կա։ կարիք ունի։ Ես ենթադրում եմ, որ իրավունք ունեմ, չէ՞ քաղաքագետել։ Նույնիսկ ավելին ասեմ, ինչ որ լինում է մոլդովական մինչև սցենարը։ Հավանաբար Մոսկվայում կամ Հայաստանում Ռուսաստանի գաղտնի ծառայությունները հավանաբար նույնիսկ կառավարման շտաբ են ստեղծել կամ կենտրոն, որով այդ հիբրիդային կոչված պատերազմը մղում են։ Արեն Սիմոնյանը ուղեց, ասեց այլևս մի ասեք հիբրիդային պատերազմ, ասեք հիբրիդային հարձակում, որը Մոսկվա գնալուց առաջ։ Դա Ալենին պետք է ասել, դա իմ խնդիրը չի, ես իրենք չեմ, իրենք էլ ես չեմ։ Ես ասում եմ իմը։ Ընդունում եք հիբրիդային պատերազմ։ Դե հիբրիդ, եթե առաջ մի խոսքով նորմալ է, հիմա այդ անունն ասենք, հիմա բան չի փոխվում։ Այդ պատերազմը կոորդինացվում է եւ այստեղ կա հզոր բազա, դրա համար ես ենթադրում եմ, որ ավելի շուտ պահանջ է նաեւ այսպես պիտի ստեղծվի այստեղ համակարգման, հավանաբար անվտանգության մեր ծառայությունների համագործակ բան ասեմ, կոորդինացիոն կոմիտե կենտրոն եւ այլն եւ պիտի արժանավուն պատասխան տալ եւ անել։ Բայց մի կոնկրետ բան էլ ասեմ, ես կարծում եմ, որ կառավարությունը կարող է Ռուսաստանին ուղղակիորեն
դիմել եւ ասի, որ մեր ներքին գործերին չմիջամտես, պահանջ դնի, ումից ենք համաչում, ումից ենք վախենում, որտեւ ինքը անում է, չէ։ Մի խոսքով մենք էլ մերը պետք է անենք, այսպես ասեմ։ Հիմա դա կլինի մոլդովական, կլինի հայկական, կլինի վրացական, կլինի թե չգիտեմ Զանզիբարի կլինի, ուրիշ է, բայց մենք ժողովրդին ինչ եմ ուզում ասել, Ժորժ ջան, այդ ոչ հիբրիդային է վախենալու, ոչ էլ իրենք են վախենալու։ Դուք տալիս եք ձայն այն կուսակցություններին, որտեղ ձայնատվությամբ այդ բոլորը անցյալի մեջ խրված չեն, կոռուպցիոներ չեն, կլաններ չեն եւ ձեզ զարգացման ծրագրեր են առաջարկում, որոնք նաեւ ձեր աչքի առաջ գործել են տարիներով։ Եվ այստեղ ամեն ինչ տեղը կգնի։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, իրեն է տեսնում այս երկիրը փրկի չի դերում։ Սերժ Սարգսյանն ասում է, ավելի վատ է լինելու, այնպես որ պատրաստ եղեք ավելի վատին։ Իրենք ասում են այն, ինչ իրենց պետք է, Ընդ որում երկուսն էլ թրիփի ծրագրի հետ կապված ունեն իրենց բացասական մոտեցումները։ Ռուսաստանին է։ Իրենք դրա մասին չեն մտածում։ Իրենք մտածում են, որ ժողովրդավարության զարգացումը Հայաստանում ջրի երես իսկական ժողովրդավարության շատ բան կբերի, ջրի երես կբերի, նաև ամերիկան եւ այլն այս ներկայություն այս տարածաշրջանում եւ այլն բնականաբար կբերի նաև կոռուպցիայի հարցը ամերիկացիները տեսնում եք Մադուրոյի նման վզիսպերում տանում են այդ կոռուպցիոներները իրենք լավ կլինի չմասնակցեն այս ամեն ինչին ես սկզբից թեթև հույս ունեի որ իրենք կողքի կանգնեն ինչպես Պորոշենկո կողքի կանգնեց եւ այլն բայց իրենք բարձր որ կռիվ են տալիս նրա համար ինչ որ էդ էլ ասեմ որտեւ երևի Ռուսաստանի հանդեպ պարտավորություններ ունեն չեն կարող ազատվել որտեւ իրենց ինչին է պետք այս գործերի մեջ մտնել հասկանում եք ոնց է բաներ կան այնպես որ մենք գնում ենք մեր ճանապարհով ես կարող եմ խոսքի իմաստով ՔԺԿ-ի անունից խոսեմ կառավարության անշուշտ մեր կառավարությունն է եւ մեր ընդդիմությունն է մեր ընդդիմությունը ռևանշիստները մերն են ես ռևանշիստներին էլ ասել եմ դուք 1920 թվականի հոկտեմբերի 30-ը Շուշիում արել եք դուք ռադներդ քաշեք դուք գնացեք մնացածները թողան եւ այսպես Հայաստան դիշարժվի առաջ այնպես ինչպես Գերմանիան բայց այդ չի նշանակում հիմա վերադառնանք ով է Գերմանիայի ագրեսիայի մասին ասեմ որ հայություն պետք է իմանա Հիտլերին իշխանության բերել է սովետական միությունը եւ Ստալինը Հիտլերին իշխանության է բերել Ստալինը սովետական միությունը 32 թվականի ընտրություններով պատմություն լավ պետք է իմանաք այնպես որ լավ կլինի որ այդ բոլորը իմաստավորեք Սերժ Սարգսյանն ասում է եթե փաստաթուղթը տեսնենք նոր կհասկանանք Հայաստանը ինչ կարգավիճակ ունի այն ժամանակ էլ կասի ռիսկեր կա թե չէ Թրիպցի ծրագրի հետ կապված եւ հայկական բանակին թույլ չեն տալիս որպեսզի նա լինի խաղաղության երաշխավորը Դե իր համար խոսում է հիմա դա ինչ մեկնաբանելու բան է որ ասում են ես ընդհանրապես ասեմ այդ խոսողները ունեն իրենց ընտրազանգված մեր ընտրազանգվածն է տակը իրենք ընդհանրապես անցյալ են անցյալ հիմա երկրորդը ինքը ինչ ասում թող բացատրի չէ թող բացատրի ինչ ասում ես իրենցով ընդհանրապես չեմ հետաքրքրում ես գիտեմ որ անցյալ են եւ իրենք իրենց համար խոսում են հիմա մնացած այդ տեսեք ինչ է լինում ամսի քանիսին ասում են որ դիվենսը գալիս է Հայաստան, սա պետք է կնի, ինչ կան գործ ունենք անելու, ինչ կան եւ այլն։ Ընդ որում դուք ընդդեմ եք որ նախագահի մակարդակով պետք է անընդհատ իրենք։ Այս ծեր տարավ ֆիգուրա։ Մարդը բանից գնում է կոռուպցիայի, չգիտեմ ինչի մեջ, դատարանից դուրս է գալիս քաղաքական մասին հայտարարություններ անում։ Լուրջ է բոլորը։ Դրա համար առաջարկ եմ արել։ Իշխանությունները ժամանակ ունեն։ Նիստ արեք մի հատ է սրանց անձերը մխելությունից զրկեք, հարցերը փակեք, վերջանա գնա։ Իրենք էլ վերջանան գնան։ Ինչ է նշանակում։ Մենք պետք է ինչպես Հայաստանը կարգի բերենք, ինչպես մեր հայրենագիստների հետ մեր հարցերը կարգավորենք, որ համազգային համախումբ լինի։ Ռուսաստանում ահռելի քանակությամբ հայություն ուծանում է, չէ՞։ Տեղյակ չեն բան, այնքան հարցեր ունենք քննելու։ Իրենք չեն մեր հարցերը, իրենց դարն անցել է իրենց արածով։
Իրենց դառնացել է, եկեղեցու ներսում ասում ենք, որ դա ինչ որ փոփոխություն լուծվեն, այդ հարցերը պետք է լուծվեն։ Բայց այստեղ եկեղեցու հետ կապված նոր լարվածությունը, լարվածությունը նորից եկեղեցու շուրջ զինված ուժերում հոգևոր ծառայությունը։ Զինված ուժերում ապարզվեց ինչ եղել, որ հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականները պաշտպանության նախարարության ենթակայության տակ պետք է լինեն, ոչ թե եկեղեցու, որովհետև եթե վերջը մի խոսքով ասի ամեն ինչ պարզ է։ Ես ասում եմ, հիշեք այստեղ, ասում եմ հարցը շատ արագ լուծել է, պետք է քրեական գործեր հարուցել, վերջացավ գնաց։ Կարելի է ցկել այս հարցը։ Դե հիմա պաստորեն եպիսկոպոսատ ժողովի հետ կապված 6 հոգու արդեն Չէ, ոչ միայն քիչ, բանի չէ, կաթողիկոսի վերաբերյալ գամտի ասեն ոչինչ չկա, ոչ մի բան չկա։ Կամ էլ քրեական գործ հարուցել։ Կամ ավարտել կամ հա Դե որ քրեական գործ հարուցեինք ավարտվել։ Եթե չկա, ասեք, այդ մարդիկ էլ գնան իրենք հանգիստ տները։ Մեր տեսակետն այդպեսին է եղել, կարծում եմ նորմալ է։ Թե չէ անընդհատ ինչ։ Եվ անդրադառնանք ներքաղաքական կյանքում ինչ է տեղ ունենում։ Դուք ասում եք այդ 34%, 33% մեր ձևովի ներկայացրած թվերը, որ ցույց են տալիս։ Թվերն ունեն, փող ունեն, թխում են էլ ինչ է։ Ինչ հարց է, դա ինչ այդ որ ծառայությունն է, իրենց ինչի համար պետք է այդքան ձայն տան։ Չեք ընդունում, որ Սամվել Կարապետյանը առաջատարներում է, ինչպես իրենք են նշում։ Իհարկե որ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացի է, Ռուսաստանի, այս հարցը պետք է բարձրի։ Հայաստանի համասական մարմինները պետք է հայտարարություն անեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող հայտարարություն ունի, Սամվել Կարապետյանը իրավունք ունի ընտրությունների մասնակցելու թե չէ։ Այս հարցերը պետք է բարձրվեն։ Եթե Ռուսաստանի քաղաքացի է, իրավունք չունի։ Եվ վերջ Դրանով էլ դա փակել այդ հարցեր, այսինքն ըստ ձեզ հարցերը փակելու բավականին շատ արագ լուծումներ կան, քանի որ հիմքերը կան։ Մենք սահմանադրորեն եւ իրական նպատակով երկիրը հայտարարել ենք ժողովրդավարական, ճիշտ է, եւ իրավական պետություն։ Իրավական պետությունը նշանակում է օրենքների խստագույն կիրառություն եւ իրագործում։ Կիրառել է ու վերջ։ Այս բոլորը դեռ կգնա։ Եկեղեցու հետ կապված քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Փաստորեն Էջմիածնում հանդիպել է Վեհաթափարի, հանդիպել է այստեղ այն դրսից ընկեր կռիվ Բագրատ Գալստանյանին է հանդիպել։ Այդ հարցերը լուծողներ են էլի հայտնվում, էլի մեկ իրեն է բերում բան, բայց այստեղ մի բան կա, Հայաստանը պետություն է եւ նրա ունեցությունից կներեք ցանկացած պարագայով, որը մեկը դուրս չի օրենքների գործունեությունից չի կարող լինել։ Հիմա ինչ, որ ասում են ինչ, հիմա կառավարությունն էլ կարող է Դուբայում հիմա վարչապետն ընդդել 10 հոգու ասի, նրանք էլ հակառակն ասեն։ Հարցը պետք է լուծվի։ Վերում են որ ինչ լինի։ Ժողովուրդը գոհ է վիճակից։ Պարոն Շիրինյան, խոսում եք Կարսի մասին, մի քանի անգամ այսօր հիշատակեցիք Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշմամբ Մոսկվա եւ Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասը չի եւ նա պրոտեկտորատ է, ըստ Մոսկվայի դաշնակցի։ Այդ դաշնակցի տերը ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստան-Թուրքիա պայմանագրի մեջ է 5-րդ հոդվածն է, թե 3-րդ հոդվածն է։ Եղավ ուրեմն դա Ռուսաստանի Թուրքիայի պայմանավորվածություն է Հայաստանի դեմ նվերը տրված Ադրբեջանին։ Եվ այնտեղ գրված է, որ պրոտեկտորատ է, խնամակալություն է։ Խնամակալություն նշանակում մասը չի։ Դե հիմա Փաստորեն դրա վրա է աշխատում։ Հիմա մենք ինչի վրա, Սերժո Ռոբերտի վրա ենք աշխատում։ Տարբեր ենք։ Ինչի վրա ենք աշխատում։ Սամվել են բերել ինչ։ Ասեք քաղաքացի չես վերջ, ու վերջ։ Հիմա դրա համար էլ այս հարցերը այսպես են գնում։ Նրանք նայեցեք հակառակորդը թշնամին բարեկամը կապ չունի, անելու է այն ինքը ինչ անում է, ինքդ պիտի իմանաս քո անելիքը եւ գնաս քո ճանապարհով։ Հիմա 30 տարի մենք եղել ենք ջետ տարածքներ բաներ, բանակ զարգացնեիք, երբ որ Խաչքարերը Ալիևը ջարդեց Արաքսը լցրեց Քոչարյան Ռոբերտի ժամանակ խաչքարերի համար գռիվ տայիք, հիմա արդյունքի վրա ինչ, պիտի ինձ համար դա հասկանալի չի էլ, հիմա պիտի պետությունը կայացվի և մեր ժողովրդի համար քաղաքացու համար կյանք ապահովի և լավ կյանք ապահովի, զարգացած կյանք,
Մեր պետության զարգացման համար նաև մեր հարևանները պետք է լավ վիճակում լինեն, չէ՞։ Տարածաշրջանը պետք է լինի Չի կախված, մեզ հիմա Իրան, Միացյալ Նահանգներ այս նայեցեք, դա ինչ որ մեզնից չի կախված, դրա համար մենք ինչքան լավ կլինենք, հզոր ենքան մեր հետ հարևանությունը կլավանա, ինչքան գուժեղանանք, բարեկամություն հավասարակշռության կգա, թշնամիներն էլ կլռեն, կընդունեն Ալիևի նման, չուզենալով կգնան Դուբայ, չուզենալով էս կանեն, որտեղ տարբերակ չունեն։ Հիմա հեռանկարն էլ էսպես է։ Իրանում եթե ես չգիտեմ, ռեժիմի չեմ ուզում խոսեմ ընդհանրապես։ Ռեժիմի փոփոխություն եղավ, այստեղ շատ բաներ կփոխվեն, արմատապես կփոխվեն եւ մեր վիճակը շատ ավելի կլավանա։ Իսկ այնպես էլ մենք Իրանի հետ ունեցել ենք նորմալ հարաբերություն, պիտի աշխատել անկախ իր ռեժիմից, ինչպես որ մեր սկզբունքն է, Իրանի հետ վահել հարաբերությունները լավ վիճակի մեջ։ Տեսեք, դուք չեք ուզում խոսենք մենք նախկին նախագահների մասին, բայց ամեն դեպքում Թրիփի ծրագրի հետ կապված եւ Իրանի Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Միացյալ Նահանգները է տալիս, որ Իրանի հետ կռիվ սարքի։ Իրենից Մոսկվան ուզում է Թրիփը չգործարկեք։ Բայց Զախարովան ասում է, որ իրենք ուզեն մեջ մտնել, Հայաստանից էլ ասում են չեք կարող։ Իրենք խցկվում են մեջ, խցկվում են ու Զախարովայով, խցկվում են նախագաներով։ Դրա համար ես ասում եմ, այս նախագաների անձեռնմխելությունը հանեք, դրանք մեր պետության շահերը չեն պաշտպանում։ Ինչի համար եք։ Այսինքն ինչ են սրանք անձեռնմխելի։ Անհասկանալի ինչ են պետական պահպանության տակ եւ ինչու են պետական միջոցներով ապրում։ Ու չունևոր են։ Դուք պատասխան ունեք ինչուների։ Չէ, ես առաջարկ ունեմ։ Երբ որ խորհրդարան ունեն 100%։ Եթե մենք խորհրդարանում եղանք, այդ հարցերը խորհրդարան են մտնելու։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ուղարկվեց հացահատիկի նոր խմբականակ։ Տնտեսական հարաբերություններ։ Ինչ է, դիվերսիֆիկացիա է։ Գնալու ենք, այդ ջամփով գնալու ենք։ Ուզենք թե չուզենք, թե շատ ենք ուզում։ Ասեմ ուզենք թե չուզենք, այսպես է, նախ ուզենք թե չուզենք, բայց այդ հարցը հանենք։ Եթե Ադրբեջանով չկար, այսօր լայսը փակ կլներ, բայց վստահաբար լարսը բաց է։ Ոչ մի պետություն իրեն մի պատուհանի աշխատանքի վրա չի թողում, ինչպիսի ծանր վիճակում է լինել։ Ամեն պետություն աշխատում է մի քանի պատուհան անպայման բաց։ Պատուհանը լայն կլինի, նեղ կլինի, լավ կլինի, վատ կլինի, բայց չնչելու ալտերնատիվ, հա, ալտերնատիվ, այս մեզ էլ հիմա եմ ասում, ընտրությունները շատ էլ մոտիկ չեն, շատ էլ հեռու չեն։ Հայաստանի խորհրդարանը պիտի վերածվի պարլամենտի եւ այնտեղ պիտի լինի այլընտրանքային ընդդիմություն, ոչ ռևանշիզմ։ Այն ժամանակ շարժվենք, պետություն կունենանք։ Իսկ այսպես կմնանք նույն վեճերի մեջ։ Նույն, արդեն մաշող, հոգնեցնող, բան չասող։ Պարոն Շիրինյան, ասում եք, որ մեր պարագայում, հայ ժողովրդի պարագայում էմոցիաները որոշ դեպքերում պետք է ետ մղվեն։ 2 օր առաջ փաստորեն պատերազմի զոհվածների ծնողները բողոքի ակցիային իրականացնում եւ նախագահից պահանջում են ներողություն խնդրել իրենցից, որ Ալիևին ներողություն է ասել, շնորհակալություն է ասում, մի խոսքով ինչ անել, ինչու են ծնողների ցավը մենք այսպես։ Ես ասեմ ձեզ, ես էտիկետի հարցով ինքս ավելի խիստ եմ։ Մենք մեր իշխանությունը, մենք չգիտեմ ով էլ լինի, այդ ինչ որ հայտարարում, ինչ որ խոսում ենք, այդ բոլորը պետք է ինչ են ասում, 1000 անգամ կտրես, բանը չափես, հետո նոր կտրես։ Հարցերը շատ սուր բան են, նուրբ են, այդ հարցերը նուրբ են եւ պետական շահերը անդադ պետք է պահես։ Պետական շահերը պահպանելով այդ ծնողների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք պետք է լինի։ Օրինակ ձեր ծրագիրը ինչպիսին է։ Պետության ինչ ասեմ, բոլոր միջոցները, այսինքն այս ծնողների, հարազատների եւ հասարակության, էլի պիտի լինի շատ հոգատար բոլոր պետական հնարավոր միջոցներով, նաեւ ոչ պետական հնարավոր միջոցներով պիտի օժանդակել, ոնց։ Մերն են, չէ՞։ Այսինքն ոնց դրա համար հասարակության վիճակն էլ պետք է լավանա, բարեկրթություն, հարգանք է պետք, չէ՞, հիշեք բանին։ Աֆղանստանից պատերազմից վերադառնում են, Աֆղանստան տեղը չէին էլ իմանում։
եկողների հանդեպ ինչ հարգանք կար։ Չէին էլ իմանում ինչի են գարում իրենց զավակները։ Ով գիտեր Աֆղանստանը որտեղ։ Ուրեմն այս բոլորը մենք պիտի բարձրանանք, մենք ծնգախշոկ չպիտի ապրենք։ Այդ բանը գողապետական կարգավիճակներ, այդ բաները պիտի բան անենք։ Իսկ բաց չի որ այս ծնողները ամենայն հարգանքի են արժանի եւ պիտի մենք ինչ քրիստոնեական վերաբերմունք է պետք։ Այստեղ բառացի իմաստով է պետք։ Քրիստոնեական վերաբերմունք է պետք բոլորի կողմից։ Ռոբերտ Քոչարյանն ասում է ժողովրդին հարգելու սուտը մի խոսեք թեկուզ Ադրբեջանից վառելիք ներկրելու պարագայում եւ ես Քոչարյանը թող իր հարցերին պատասխանես, իրեն չպատասխան։ Ինձ ինքը հետաքրքիր չի։ Իրենք այս մարդիկ բայց իրենք հանրության շրջանում հա ինչ անեն դուք ասենք հիմա ձեր գործը բայց որ գալիս են բերեք մի հատ նոր մարդիկ բերեք նոր հասկացանք իրենք արել են այն ինչ կարողացել են եւ ժողովուրդը Քոչարյանին որ դուք ասում եք հիմա հենց խոսում են փողոցում ասեք տեսնում են մարդիկ հիշում են գնդագահարություններ ուրեմն թաղամասերի քանդել, անտուն, անտեր եւ այլն, ինչ որ արել են։ Քոչարյան բանը Սերժ Սարգսյանն էլ ինչ ասեմ, առանձնապես չեն հիշում։ Բադեն-Բադենից են խոսում եւ տոկոսներից, որ ինքը խփում էր։ Սա իրենց կենսագրությունն է։ Հիմա ինչով ունեն փող ունեն, բան այդ իրենց փողերից, չգիտեմ ինչ միջոցներից եւ ասենք գնել են հսկական քանակությամբ բայրակթարներ որպես լրատվամիջոցներ, իրենց մասը խոսում են, բայց ով է հավատում։ Իհարկե համագիրներ ունեն, բայց դրանք քանի տոկոս են, կարծում եմ շատ չէ։ Դրա համար իմ ասածն է, որ էլի այդ քաղաքական բաները, անցած բաներ են, պիտի առաջ նայել։ Անցած բաների չխոսենք, բայց խոսենք մի քանի օրից հետո իրոք կարող է Դիվենսի այցը իրականություն դառնալ Հայաստան։ Այ սա պիտի։ Հիմա պիտի ես ունեմ մտավախություն, ոչ վախ։ Ձեզ մոտ ասել եմ, ինչպես կարողանան ամերիկյան ծրագրերը իրականություն դարձնել, լավ դարձնել, օգտվել վիճակից։ Հիմա որ Գերմանիայի մասին է, գերմանացիք էլ կարող էին եւ ասենք Մարշալի պլանը փչացնեին, հնարավոր է, մարդ են, բայց չփչացրին։ Եվ Եվրոպան, այսինքն շանսը եկել է, անենք այդ մեկը լրացնենք, նոր է դեպի պետք է նախագահի մակարդակով իրեն։ Ես նույնիսկ կարծում եմ, որ կառավարությունը հատուկ երևի թե ինչ-որ կառույց պետք է առաջացնի, որ դրանցով, եթե առաջացրել են, ես տեղյակ չեմ, որը պետք է աշխատի այս հարցերը տեղ հասցնելու մասին եւ Հայաստանը կլինի տեխնոլոգիապես զարգացած խոշոր չափերի մասին չի խոսքը։ Եվ ինչպես նշում եք, նրան տանել ջերմուկ ցույց տալ ազերիներին, որ նստած են մեր տարածքում եւ խոսել գերիների մասին։ Ոչ միայն տանել, ինչի ներքին համ տանել, տեսնել եւ այլն, այս բոլորը պետք է արվի առանց որևէ բանի։ Հիմա մի քիչ էլ մի բառ ասեմ, չնայած իմը չի, դա ես վախենալ պետք չի, Ադրբեջանը ընկել է միջազգային կապերի այն Սարդոստայնի մեջ, որից ինքը հիմա դուրս գալ չի կարող եւ բանակներ մեր նախկին այն վիճակում չի։ Հետեւաբար հաջորդ քայլը պիտի տանել, ցույց տալ, ասել եւ այլն։ Եվ նաեւ այդ մարդկանց էլ, ովքեր որ Արցախի հարցով իշքան եմ ասել, մի հատ հանձնախումբ ստեղծվի աշխատվի, ինքնորոշման իրավունք եւ այլն։ Եվ որ չի արվում, մենք ինչ ասենք։ Տարիներ շարունակ ասում եմ, չէ՞, իշքան եմ ասել, Քուր Արաքսյան Հայաստանը ստեղծեք, թե չէ չի լինելու, վատ է լինելու, վատ եղավ։ Ուրեմն ասողին լսող է պետք եւ քաղաքականության մեջ հիմա ինչ չվերագրվի գիտությանը, գրթությանը եւ քաղաքական պատմությանը մեծ տեղ պետք է տրվի։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, չէ՞, իր գործով է շատ բան է։ Պարոն Շիրինյան, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, կարծում եմ հնարավորինս հարցերին անդրադարձանք, հետևենք զարգացումներին, հաջորդ շաբաթ տեսնենք ինչի մասին խոսենք, որտեվ առանց մաֆիա Հայաստան, սա ձեր ցանկությունն է, սա ձեր պահանջն է։ Վերջացա ու վերջանում է։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։